Սա Վիգեն Ավետիսի Երևանում տեղադրված միակ հուշարձանն է, երբ Երևանում է, սիրում է երեկոներն այստեղ անցկացնել։ Այսօր նրան ուղեկցում է նաև ընկերը, Իտալիայում շատ հայտնի արվեստագետ Մասիմո Լիպին։ Արցախից վերջերս են վերադարձել, Երևանում ամեն վայրկյանն են ուզում վայելել։ Վիգեն Ավետիսն ասում է, Հայաստանից երբեք էլ չի հեռացել, թեև Ֆլորենցիայում է աշխատում, բայց միտքը մշտապես այստեղ է։ Մասիմո Լիպիի համար էլ Հայաստանը երազանքների երկիր է դարձել, ամենամեծ սերն ու մուսան էլ Արցախն է։ Յուրաքանչյուր հայ, երբ տեղափոխվում է ուրիշ տեղ աշխատելու, դա Հայաստանից գնալ ես չեմ համարում։ Ուղղակի ավելի մեծ հնարավորություններ են աշխարհում, որ պետք է իհարկե գնալ աշխատել, բայց Հայաստանից հեռանալ այդ հասկացողությունը պետք է հանենք մեր մեջից։ Թե ինչպես հայտնվեց Ֆլորենցիայում, հետո էլ ընդգրկվեց 40 ազնվական ու պետք է հավատարիմ մնա իր ճակատագրին։ Ինչպես եղավ, որ ես դարձա քանդակագործ, ես չգիտեմ։ Ինչպես եղավ, ես հայտնվեցի Ֆլորենցիայում, ես չգիտեմ։ Ինչպես եղավ, որ մի շաբաթ առաջ ես ամուսնացա։ Ճակատագիր է։ Եթե դու հարազատ ես մնում քո ճակատագրին եւ այդ դժվարություններից չես վախենում, հետևաբար ստանում ես քո պարգևը։ Իր կյանքի ամենամեծ հրաշքը, սակայն Վիգեն Ավետիսը հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի պատվերն ու այն Ֆլորենցիայում տեղադրելու իրավունք ստանալն է համարում։ Արդեն 200 տարի է Ֆլորենցիան թանգարանային քաղաք է։ Դոնատելոյի, Միքելանջելոյի, Լեոնարդո դա Վինչի եւ այլ հանճարների ստեղծագործությունների կողքին նոր քանդակներ կարելի է ասել չեն տեղադրվում։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 2.5 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանը 100-ամյակին ընթരാճ տեղադրելը աննախադեպ բացառություն է։ L'Armenia ha in questo suo figlio Հայաստանն իդեմս Վիգեն Ավետիսի Եվրոպայում հոգևոր եւ մշակութային մեծ արժեք ներկայացնող մի որդի ունի։ Նրա արվեստի գործն այս պահին գտնվում է աշխարհի ամենակարևոր հրապարակներից մեկում՝ Բրունելեսկի գմբեթի ստվերի տակ։ Պատահական չէ, որ քանդակը տեղադրված է Ֆլորենցիայի գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ։ Այսպիսով մի Չորս որդիներին թիկունքում տիկնոցի վրա արևմտյան Հայաստանն է։ Վիգեն Ավետիսն ընդգծում է, քանդակներ շատ ունի, բայց 2.5 մետրանոց հայոց մայրը իր կյանքի դեռևս ամենամեծ գործն է։ Մոր կերպարն է, մայրը, որ պաշտպանում եւ ուղղություն է ցույց տալիս իր զավակներին, 4 զավակներին։ 4 զավակները ամեն մեկը մի բան են արտահայտում՝ անաղարտություն, տագնապ, ուժ եւ հույս։ Իսկ մեջքին կարծես գցած է ամբողջ արևմտյան Հայաստանը եկեղեցիներով։ Եվ հետադետակիր պահ կա, որ մոր ուսերը նմանվում են Արարատին։ Ֆլորենցիայում մեկ ամիս ցուցադրվելուց հետո բրոնզաձուլ քանդակը կտեղադրվի նորվեգական մի փոքրիկ քաղաքում, որտեղ ապրել է Մեծ Եղեռնի ժամանակ բազմաթիվ հայորդիների օգնած մի միանձնուհի։ Սյուզան Չիչակյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։